Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 28-ի համար։ Օրը ուրբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 28-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը որևիցե ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին կավարտվի, օրվա ընթացքում նաև կարող եք ցանկանալ պարկել, հանգստանալ, նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ է, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, այդ օրը հրավերք ունեք նաև առիթի, կամ դուք եք առիթ ստեղծում, կամ ինչ-որ մի լավ բան է տեղ ունենում, այդ հաղթանակը, դրա համար հուզվում եք և հետո էլ հրավիրում եք մարդկանց ձեր տուն։ Որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս ևս կկատարվի, նաև դա վերջի մեկ ամսվա իրադարձության ավարտն է, կամ այդ յուրաքանչյուր ամսվա ավարտը դա կարող է լինել։ Եվ հույսով եք, հույսով լցված եք ինչ-որ մի բանի վրա, հույսն այդ դրել եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 28-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս ևս կարող է լինել, ինչ-որ բան կարող եք անել, կամ ձեզ են, հա, ինչ-որ յուրաքանչյուր ամիս ինչ-որ բաներ են անում։ Նաև վերջի մեկ ամսվա իրադարձությունը կարող է ավարտվել։ Ոչ նամակ կստանաք լուր, տեղեկատվություն, նա փաթեթ է, եւ ինչ-որ մի բան է ձեզ ցավ տալու, այդ օրը պես չեք տխրում։ Որ ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված։ Նաև այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 28-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է հենց տանն է վերաբերվում, տան տեղափոխման եւ այլն։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն պետք է դարձնեք։ Եվ կամ ժամ են ասել ձեզ, կամ դուք եք մարդկանց ժամ ասել, եթե առիթ է, եւ հաջողություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 28-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու օրվա ընթացքում, ինչ-որ բան էլ ձեզ ցավեցնելու է, ինչ-որ տհաճ պահեր կան։ Նա որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կընդունեք։ Տխրություն չեմ տեսնում, հա, ինչ-որ եթե ցավ է, եթե ինչ-որ բան է, տխրություն չկա։ Եվ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 28-ին։
Հարգելի առուստներ, այդ օրը օձեր կան, չար խոսակցություններ, նմանատիպ վերաբերմունք ձեր հանցեին, բամբասանք, գործնական հանդիպում ունեք, գործնական շփում ունեք այդ օրը, որոշ գործեր կմնան, չեք հասցնում ավարտին, սեղանի շուրջ եք նստելու, ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը եւ ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բանի միգուցե այդ գործնական կամ սեղանի շուրջ նստեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 28-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է կամ ինչ-որ մեկի հետ ժամ կպայմանավորվեք կամ կարևոր է որ չուշանաք, ոմանք ժամադրություն ունեն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, գործնական հանդիպում կունենաք, գործնական խոսակցություն, միգուցե հարցազրույց է, միգուցե ինչ-որ պահեր են, ոմանք հանդիպում կունենան պետական աշխատողի հետ կամ նաև այստեղ աշխատանքի եք ընդունվում կամ շատ աշխատանք ունեք, միգուցե հենց աշխատանքի հետ է կապված այդ հարցազրույցը, նաև դե բիզնեսը, աշխատանքը, եթե կամ դա առաջ կտանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 28-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, ձեզ երջանիկ եք զգալու այդ սեղանի շուրջ, գումար կստանաք, նաև հանդիպում կամ շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ուշադրություն դարձրեք նաև այդ օրը ձեր առողջությանը, ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից այդ օրը կհեռանաք, ինչ-որ մի բան է ձեզանից գնալու, և օրվա վերջ կամ ուշ եք պարկելու քնելու կամ շուտ գլխացավ ունեք և ավելի շուտ եք պարկում
Եվ նաև ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, կարծես թե պարկած եք այստեղ քնած։ Եվ բացի դա էլ ինչ-որ մեկի համար, ինչ-որ մարդկանց համար սա ինտիմ հարաբերություններ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 28-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ նմանատիպ ինչ-որ փաստաթուղթ կստորագրեք կամ կարող եք ստանալ ինչ-որ մի գործին վերաբերվող փաստաթուղթ, ֆիրմա եք հիմնում եւ այնտեղ ԱԶ-ի հետ կապված փաստաթղթերն եք անում կամ ինչ-որ բաներ են տալիս եք կամ իրենք են տալիս ձեզ։ Ավելի շատ ոնց որ գործնականորեն է դա ինչ-որ բանին է վերաբերվում։ Օրվա ընթացքում ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կարող եք մի փոքր վատ զգալ ձեզ, ինչ-որ տհաճ պահեր կան, նաև կարող եք հուզվել, արտասվել եւ հույսով եք, հույսներ եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք։ Հնարավոր է ծնունդ է, կնունք է, հնարավոր է ինչ-որ պահեր են երեխաների հետ կապված, որով պետք է զբաղվեք, անեք։ Թորներն են գալիս, երեխաները, եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 28-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը սպասում եք գումարի, որ գումար տաք, գումար վճարեք կամ խոսեք արժեքի մասին, գումարի մասին, անկարծակի լուր այդ օրը կլսեք, նաև ոչ փաստաթուղթ կարող եք ստանալ, ստորագրել, նամակագրական կապի մեջ լինել ինչ-որ մեկի հետ կամ տեղեկատվություն ստանալ, նորություն, փաթեթ, այդպես ամեն ինչ ինքը իր մեջ ներառում է։
Եվ օցեր կան այդ օրը, բամբասանք խոսակցություններ, նաև նմանատիպ վերաբերմունք ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 28-ին։ Հարգելի աջեղջյուրներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև ոմանք ունեն գործնական չէ, թաքուն հարաբերություններ, սիրային թաքուն եռանկյուն հարաբերություններ, կհանդիպեք այդ մարդու հետ, նաև սա գործողություններ են, թաքուն կարող է այդ հանդիպումը դրանից է, ինչ-որ նաև գաղտնիք կարող է բացահայտվել կամ դրա վերաբերյալ գաղտնիք բացահայտվել, իմանաք, որ ամուսնացած է կամ իմանան, որ սիրային հարաբերությունների մեջ է եւ հաջողություն ունեք գործերում, ձեր աշխատանքում եւ որևիցե իրադարձություններ ունեք ձեզ հետ, որոնք կատարվում են ամեն ամիս, յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն կամ ինչ որ բան է մեկ ամսում անում եք, մեկ ամսվա ընթացքում դա կարող է ավարտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 28-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոչ իրադարձություններ ձեզ հետ կկատարվեն, որոնք որ կատարվում են յուրաքանչյուր ամիս, կամ ինչ որ մի բան է, որ կարող եք այսօր վերցնել մեկ ամիս անելու համար, կարող է պատվեր է, նաև վերջի մեկ ամսվա իրադարձությունը կարող է ավարտվել։ Հեռախոսազանգ ունեք այդ օրը, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, գումար կամ կծախսեք կամ գումարի մասին կխոսեք ինչ որ մեկի հետ,
հանդիպում շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, գործնական հանդիպում ունեք, գործնական շփում, հարցազրույց եւ այլն, ժամը կարեւոր է, հենց որ չուշանաք, նաեւ կարող է ուժամի տուն գաք, ուժամի քնեք եւ հաջողություն ունեք ձեր գործերում, աշխատանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 28-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը օցեր կան, չար խոսակցություններ, բամբասանքներ, նմանատիպ վերաբերմունք կարող եք ստանալ ձեր նկատմամբ։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաև այստեղ ոմանց համար ինտիմ հարաբերություններ է, որովհետև ունակ թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ է եւ հանդիպել տվյալ անձնավորության հետ։ Նաև թաքուն գործողություններ են սա, որոնք կցանկանաք անել։ Օրվա ընթացքում ոչ հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել։ Սպասում եք ինչ-որ մեկին, երևի գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն կամ սպասում եք զանգի, սպասում եք իր մասին ասի, հա ինչ-որ կամ գնացել եք օրինակ հարցազրույցի եւ այնտեղ նստած սպասում եք եւ հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի բանից, միգուցե դա է, եթե աշխատանքի համար է, կարող է ընդունում են աշխատանքի ձեզ կամ եթե ինչ-որ գործարք պետք է կնքեք, բան պատվիրի ձեզանից, ապա կհասնեք ձեր ցանկությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։